Սիրելիներ, այսօր շարունակելու ենք մեր հերթական քարոզաշարքը Մատթեոսի ավետարանից, բայց այն թեման, որը որ խոսելու ենք, նախորդ եմ ուզում ասեմ, հեշտ թեմա չի եւ բավականին տարբեր քննարկումների առիթ է հանդիսանում, բայց այնուամենայնիվ որոշակի սկզբունքներ կա, որ միասին պետք է նայենք, ուսումնասիրենք եւ պետք է անպայման անդրադառնանք, ինչու որովհետեւ այս թեման մինչև հիմա բավականին լուրջ արդիական թեմա է, բավականին լուրջ խնդիր է, ոչ միայն մեր մոտ, այլ ամբողջ աշխարհով մեկ։ Եթե նայենք քրիստոնեության կամ ընդհանրապես երկրագնդի պատմության մեջ, երբ որ Աստված ստեղծեց ընտանիք հասկացողությունը, մենք կարդում ենք հենց ծննդոցից, Աստված ստեղծում է ընտանիքը եւ սատանայի կենտրոնական հարվածը կամ կենտրոնացումը միանգամից հենց եղավ ընտանիքը, որովհետեւ ընտանիքը մարմնացումն է կամ ցույց էր տալիս Տիրոջ ով լինելը, որտեւ ընտանիքում պետք է երևար այդ հարաբերությունը սիրո, ընտանեկան հարաբերության կամ ընտանեկան տերմինաբանության մեջ էր նաեւ առաջ գալիս եկեղեցի հասկացողությունը, որտեղ մենք հոգևոր ընտանիք ենք, եւ առհասարակ ընտանիք հասկացողությունը շատ կարեւոր է Աստծո համար, եւ այն ամենի տեսնում ենք նաեւ Աստվածաշնչի մեջ։ Ինչ խնդիր մենք ունենք այսօր։ Մենք ունենք այսօր իրականություն, որ անընդհատ լսում ենք բաժանում, ապահարզան, բաժանում, եւ ուզում եմ մի փոքր վիճակագրություն ձեզ տամ, որը որոշ առումով սարսափելի է, անկեղծ եմ ասում։ Ամենաբարձր տոկոսային հարաբերությունը այս պայդրությամբ Պորտուգալիան է, որը որ ապահարզանի տոկոսը 94% է։ Ինչա նշանակում դա, որ 100 զույգից ընդամենը 6-ն են, որ չեն բաժանվելու։ Պատկերացնում եք, 100 զույգից ընդամենը 6-ն են, որ չեն բաժանվում։ Դրանից հետո գալիս է Իսպանիան 85%-ով, հետո Լյուքսեմբուրգը 4-րդ տեղով գնում է Ռուսաստանը 73%։ Այսինքն 100 ընտանիքից 73-ը բաժանվում են։ Ռուսաստանից հետո գալիս է Ուկրաինան 70%-ով, դրանից հետո Ֆինլանդիա 55%, Կուբա 55%, Բելգիա, Ֆրանսիա նորից 50-51%-ի շրջանակներում են, Նիդերլանդներ, Կանադա, այսինքն այդ շրջանակում ամեն երկրորդ զույգը բաժանվում է։ Պատկերացեք երկու ամուսնություն, մեկը բաժանվում է։ 100-ից 50-ը բաժանվում են։ ԱՄՆ-ն 45%, Չինա 44%, մի փոքր երբ որ ավելի իջնում ենք իսլամական պետություններում, ավելի տոկոսային հարաբերությունը քիչ է։ Այնտեղ տեսնում ենք օրինակի համար Թուրքիան 25%, ասեմ, որ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան այս շրջանակը, նաև մենք էլ 25%-ի շրջանակներում ենք։ Ամեն 4 զույգից 1 զույգը բաժանվում են։ Պատկերացեք 4 հարսանիք, 4-ից 1-ը բաժանվելու են։ Ու այս տոկոսը, եթե նայենք Հայաստանի համար, գնալով աճում է այս ամեն ինչը։ Եվ շարունակությունը ցանկը չեմ ուզում ասեմ, Եգիպտոս 17%, հետաքրքրականը Մեքսիկները 17%, եւ ամենացածր բաժանման տոկոս ունի Հնդկաստանը ընդամենը 1%, որն էլ որոշ առումով կապված է կաստաներից եւ այնտեղ ուղակի բաժանում հասկացողություն չկա, ինչի որտեվ որոշվում է ամեն ինչը, սենց ասած, ընտանիքի կողմից եւ բաժանման հնարավորություն ընդհանրապես չկա։ Եվ գիտեք, այս ամեն ինչը, այս ընդհանրապես վիճակագրությունը իրապես մտածելու տեղիք է տալիս։ Ինչու, որովհետև սա ոչ միայն վերաբերվում է նաև աշխարհին, այլ որոշ առումով նաև ուզենք թե չուզենք, այն վերաբերվում է նաև եկեղեցուն, որտեղ եկեղեցում էլ ես ցավով եմ ասում, ճանաչում եմ
հովիվներ, որոնք որ բաժանված են, ճանաչում եմ ընտանիքներ, որոնք որ համարյա թե քանդման վիճակում են եւ իրար հետ են ապրում, բայց առանձնապես իրար հետ չեն։ Ես սա մի թեմա է, որ ուզում եմ մենք խոսենք, եւս մեկ անգամ վերանայենք, տեսնենք, թե առհասարակ Աստված ինչպես է նայում բաժանման հարցին, ինչ է ասում մեզ եւ գուցե արդյոք կան դեպքեր, որը որ օրինակի համար թույլ է տալիս կամ ընդունելի է բաժանումը եւ դրանից հետո նաեւ կրկնակի ամուսնությունը։ Ասեմ, որ բոլոր հարցերին չեմ կարող անդրադառնալ, ինչու որովհետեւ բավականին շատ հարցեր կան, որոնք որ առանձնահատուկ քննման եւ աղոթքի եւ առանձնահատուկ մոտեցման կարիքը կան եւ չկա մեկ այսձև ասած հստակ շաբլոն պատասխան, որ եթե օրինակի համար այս ձևա, դա կարող ենք բոլոր հարցերը միանշանակ պատասխանել, ասել, սա այսպես արեք կամ սա այսպես արեք։ Ինչի որտեվ տարբեր իրավիճակներ կա, ես կասեմ նրբությունները եւ միասին կփորձենք այս թեմայի մասին քննարկել։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի 5-րդ գլուխ, ընթերցելու ենք 31 եւ 32 համարներ, ընդամենը 2 համար։ Մատթեոս 5, 31 եւ 32։ Ասվել է նաեւ, որ իր կնոջը, ով իր կնոջը արձակում է, թող նրան արձակման թուղթ տա։ Բայց ես ասում եմ ձեզ, ով իր կնոջը առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ ամուսնանում, շնություն է անում։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, խնդրում եմ, որ այցելություն անես մեզ Տեր եւ իմաստություն տաս խոսքդ ուսումնասիրելով կարողանանք լավագույն առնել եւ այն սկզբունքները առնենք, որոնք որ ի սկզբանե դու դրել ես եւ որոնք որ կան քո խոսքիդ մեջ Տեր։ Խոսիր մեզ հետ եւ օգնի, որ այս գիտությունը ունենալով Տեր Աստված վարվենք ճիշտ կերպով քո առաջ Տեր եւ այն ընտանիքը, որը որ դու ես հիմնել, այն ընտանիք հասկացողությունը, որը որ դու ես հիմնել Տեր, ամուր պահենք եւ այն իրապես աղ եւ լույս լինի մարդկանց համար Տեր։ Ողորմիր ներիր եւ դու փառավորվիր Հիսուսի սուրբ անունով։ Ամեն։ Ուզում եմ մի բան շատ հստակ հասկանաք, որ Աստծո ծրագրված ընտանիքը պետք է լիներ առանց բաժանության։ Աստծո ծրագրված իդեալական կատարյալ ընտանիքը պետք է լիներ անբաժան։ Ուզում եմ մի փոքր անդրադարձ կատարենք արդեն իսկ անցած մեր թեմաներին, որպեսզի հասկանանք այդ կոնտեքստի մեջ, թե ինչ նշանակություն ուներ հետևյալ խոսքերը։ Եթե հիշում եք, մենք Մատթեոս ավետարանում հասել ենք 5-րդ գլխում, որտեղ որ նկարագրված է առաջին քարոզը կամ առաջին խոսքը Հիսուս Քրիստոսի։ Եվ այստեղ Մատթեոս ավետարանիչը ուզում է շատ հստակ ցույց տա, որ Քրիստոսի մոտեցումը օրենքի նկատմամբ, Քրիստոսի ուսուցումը եւս մեկ անգամ ցույց էր տալի, որ նա էր Մեսիան, որովհետեւ Մեսիան պետքա գար եւ ճշմարիտ խոսքը փոխանցեր եւ ճշմարտությունը հաստատեր։ Այն ինչ որ մարդկանց կողմից, ռաբիների, փարիսեցիների կողմից ծրվել էր, նա եկավ, որպեսզի ճշմարտությունը կատարեր եւ այդ ճշմարտությունը ինչ աներ, փոխանցեր, քարոզեր։ Ինչ իրավիճակում էինք ընդհանրապես կամ ինչ իրավիճակում էր այդ ժամանակ գտնվում հասարակությունը։ Երբ որ կարդում ենք հենց ամենասկզբում, ասում է ասվել է նաև։ Մենք պետք է նորից հասկանանք, որ խոսքը գնում է ոչ թե Լոկ 5 տակարանին, այլ ասվել է արդեն կամ այսպես էր ասվում, Հիսուս Քրիստոս մատնանշում էր փարիսեցիների ու դպիրների ուսուցմանը։ Սակայն շարունակության մեջ մենք տեսնում ենք, որ մեջբերումը կատարվում 5 տակարանից, բայց խնդիրը նրանում էր, որ այս մեջբերումները եւ 5 տակարանը փարիսեցիներն ու դպիրները չէին օգտագործում ըստ կոնտեքստի, օգտագործում էին իրենց մեկնաբանությամբ եւ բավականին մեծ խնդիր էր առաջ եկել Իսրայելում նույնպես այս հարցի շրջանակում։ Որպեսզի հասկանանք բուն այս հատվածը, պետք է մի փոքր ավելի առաջ գնանք։
պետք է գնանք ամենասկիզբը, որտեղ Աստված հիմնում է ընտանիք հասկացողությունը։ Եվ ամենասկիզբը դա որն է? Ծննդոց։ Ծննդոց գրքում կարդում ենք, որ Աստված արարում է Ադամին եւ ասում է, որ լավ չէ, որ Ադամը մենակ լինի եւ կողոսկրից ստեղծում է Եվային եւ մոտեցնելով ասում է այժմ մեկ եք, մեկ մարմին եք, մեկ եք եւ այլևս որևիցե բաժանում չպիտի լինի։ Կինը պետքա թողնի իր ընտանիքը եւ իր ամուսնու հետ լինի եւ առանձին միավոր պետքա լինեն։ Սա այն կատարյալ կերպներ կամ կատարյալ օրինակներ ընտանիքի, որը որ Աստված տվեց։ Ասեմ, որ հիմա նույնիսկ ժամանակակից աշխարհը կասկածի տակ է դնում ընտանիք հասկացողությունը, որտեղ ասում են կարա տղամարդն ու տղամարդն էլ ընտանիք կազմեն, կինն ու կինն էլ կարան կազմեն։ Հիմա սրան չեմ ուզում անդրադառնալ, որտեղ շատ հստակ է Աստծո խոսքը, որ ընտանիքը կնոջ եւ տղամարդու միությունն է, այլ մնացած են բոլոր նորարարությունները սատանայից են եւ ճշմարտության հետ որևիցե կապ չունեն։ Ուզում եմ Ծննդոց 2-րդ գլուխ 25 համարից մի հատված կարդամ, որը որ կարևոր է։ Ծննդոց 2:25 հետեւյալ խոսքերն են կարդում։ Նրանք երկուսն էլ Ադամը ու իր կինը մերկ էին եւ չէին ամաչում։ Ինչի մասին է խոսքը գնում։ Այստեղ միայն զուտ ֆիզիկական մերկության մասին չի խոսքը գնում։ Մերկ ասելով նշանակում է նրանք բաց էին մեկը մյուսի առաջ։ Չունեին որևիցե թաքուն մտքեր, չունեին որևիցե բան թաքցնելու, այսինքն բաց ենք։ Այն ինչ որ մտածում ենք, այն ինչ որ խոսում ենք, այն ինչ որ անում ենք, ամաչելու բան չունենք, որտեվ իրար առաջ լիարժեք ինչ էին, բաց էին, պարզ էին, որտեվ մոտիկ էին։ Իրար հետ էին, բաժանում չկա, հստակ, ասում մերկ էին եւ չէին ամաչում։ Ամեն բան շատ հստակ էր, պարզ էր, ուղիղ էր, որևիցե ետին մտքեր, ետին հարցեր, որևիցե կերպով չկար։ Սա այն կատարյալ կերպն էր, որը որ Աստված ստեղծեց։ Բայց շարունակությունը կարդալով հասկանում ենք, որ խնդիր է տեղի ունենում։ Ծննդոց 3-րդ գլխում տեսնում ենք, որ մեղքն է մտնում եւ բնականաբար այդ մեղքը ինչ ազդեցություն պետքա թողներ։ Ընտանիքում էլ նույնպես ազդեցություն պետքա թողներ։ Կարդանք 3-րդ գլուխ 16 եւ 19 համարներն է, սա մեղքի հետևանքով այն անեծքն է, որը որ եկավ տղամարդու եւ կնոջ վրա։ Ես ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնենք եւ կտենանք արդեն իսկ այս խոսքից, որ մեղքը իր հետ ինչ բերեց, հերվացում։ Դերևս բաժանում չի, հերվացում է, բայց սա առիթ է հանդիսանալու արդեն նաեւ բաժանումների։ Ծննդոց 3-րդ գլուխ 16 եւ 19 համարները։ Կնոջը ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը եւ ցավով զավակ կծնես»։ Հիմա ուշադրություն դարձեք, սա կարեւոր է։ Ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը եւ նա իշխի քեզ վրա։ Ի սկզբանե, երբ որ Աստված Եվային արարեց, Եվան ով պետքա լիներ, իր հիմնական ֆունկցիան ինչ պետքա լիներ։ Օգնական, այսինքն Եվան պետքա օգներ Ադամին, որպեսզի Ադամը լիարժեք կերպով իրականացներ այն առաքելությունը, որը որ Աստծուց դրված էր, այսինքն Ադամը լինելով ընտանիքի գլուխ, պետքա առաջնորդեր ընտանիքը, իսկ Եվան պետքա լիներ այն կատարյալ օգնականը, որը որ այդ հարցում միասին պետքա հաջողեն։ Հետևաբար, եթե Ադամը ձախողեր, ձախողում էր նաև ով։ Եվան։ Իսկ եթե Ադամը հաջողում էր նաև ով։ Եվան։ Սա էր այն կատարյալ միասնությունը եւ միասին ուղղվածությունը կամ միասին ընթանալը։ Երբ որ մեղք է տեղի ունենում, կինը ինչ ցանկություն է ունենում, ինչ ցանկության մասին է խոսքը գնում։ Իշխելու։ Սա մեղքի հետևանքն է, որ արդեն խախտվում է այս հասկացողությունը։ Եվ որպես մեղքի հետևանք Աստված զգուշացնում է, որ կնոջ մոտ լինելու այդ ցանկությունը իշխելու եւ դրա հետ մեկտեղ Ադամն էլ չարաշահելու է իր ինչը իշխանությունը կնոջ վրա։ Այսինքն այն կատարյալ սերը, կատարյալ հնազանդությունը, որը որ պետքա լիներ միասնական, խախտվում է։ Կինը ուզում է իշխի, իսկ ամուսինը սկսում է բանացնել իր իշխանությունը։ 19 համարը Երեսիդ քրտինքով ուտես հացդ արդեն Ադամին է վերաբերվում, մինչև որ ետ դառնաս դեպի հող, որովհետև նրանից առնվեցիր, որտև հող ես դու եւ դեպի հող կդառնաս։ Սա էլ արդեն ցույց է տալու, որ լինելու է բաժանում մեր հոգու մարմնի
գալիս է նաև ինչը, մահը, գալիս է մահը, ուրեմն մեղքի հետևանքով ինչ տեսանք, նախ եւ առաջ բաժանում Աստծուց, մարդիկ Աստծուց բաժանվեցին եւ երկրորդը տեղի ունեցավ բաժանում մարդ հարաբերությունների մեջ եւ նաեւ արդյունքում լինում է ծնվում է նաեւ մահը, որ բաժանում է տեղի ունենում հոգու եւ մարմնի։ Սա կարեւոր է սիրելիներ, որովհետեւ իդեալը այն ինչ որ Աստված ստեղծել էր առանց բաժանման, առանց խնդիրների, ստեղծել էր որպեսի տղամարդն ու կին մերկ լինեին, այսինքն իրար առաջ բաց լինեին, առանց որևիցե թաքուն հարցերի, առանց որևիցե այլ մտքերի, այլ լիարժեք քայլեին այն ճանապարհով, որը որ Տերը առաջնորդում էր։ Ու այս հատվածից փորձելու ենք առնենք 3 ճշմարտություն ընդհանրապես բաժանման մասին կամ այլ կերպ կարանք ձևակերպենք այսպես, նայելու ենք Փարիսեցիների ուսմունքին, բաժանմանը, նայելու ենք Հիսուսի ուսմունքը, բաժանմանը եւ նայելու ենք բաժանման հետևանքը ինչը։ Առաջինը բաժանումը ըստ Փարիսեցիների 31 համարը եւս մեկ անգամ կարդանք։ Ասվել է նաեւ, սա Փարիսեցիներն է ուղվում, որ ով իր կնոջը արձակում է, թող նրան արձակման թուղթ տա։ Երբ որ մենք այս հատվածը կարդում ենք, այն բավականին կարճ է, եւ Մատթեոսը շատ չի անդրադառնում, եւ այստեղ շատ sense փակագծերի է ձև ասած բաց մենք չենք տեսնում։ Ինչի, որովհետեւ 19-րդ գլխում նմանատիպ հարցով Հիսուսին մոտենում են եւ Հիսուս ել ավելի ծավալուն պատասխան է տալի եւ որպեսզի հասկանանք այս հատվածը, կուզենամ 19-րդ գլխից նաեւ այս ամբողջ հատվածը կարդանք եւ միասին նայենք։ Մատթեոս 19-րդ գլխում անդրադառնում ենք այս հարցին։ 19-ը 3-ից 10 համարներն ենք ընթերցելու։ Մատթեոս 19 3-ից 10։ Փարիսեցիները նրա մոտ եկան եւ նրան փորձելու համար ասում էին. Արդյոք թույլատրվում է, որ մարդը առանց որևիցե պատճառի արձակի իր կնոջը։ Հիմա ուշադրություն դարձեք։ Փարիսեցիները մոտենում են մի հարցով, որ իրական է իրանց շրջանակում, այդ ձևել քարոզվում է, այսինքն կա այս ձև մոտեցում, որ հանգիստ կարած բաժանվեց, բայց ստեղ ուզում են նաև Հիսուսին փորձեն։ Ինչու՞։ Որտեւ եթե Հիսուսն ասեց ոչ, կարան ասեն, բա օրենքն ասում է Մովսեսով, որ պետքա կարած բաժանվես, բայց պետքա բաժանման թուղթը գրես։ Իսկ եթե ասեն այո, նորից խնդիր է գալի։ Բա ուր մնաց Աստծո այն խոսքը, որ ասում է, եթե Աստված միացնում է, թող այլևս մարդը չբաժանի։ Այսինքն այս հարցը Հիսուսին փորձելու համար էր։ Հիսուսի պատասխանը արդեն սկսվում է ուղղել իրենց սխալ մտածելակերպը կամ սխալ մեկնաբանությունը, ինչ որ ունեին փարիսեցիները։ Հիսուս պատասխանեց ու ասաց. Չեք կարդացել, որ Արարիչը սկզբից արու եւ էգ ստեղծեց նրանց ու ասաց, ծննդոցը հետ վերադարձում, ամենասկիզբը։ Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորը ու մորը եւ միանա իր կնոջը եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն, որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ ինչ որ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի։ Նրան ասացին. ուրեմն ինչու Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու արձակել նրան։ Հիմա ուշադրություն դարձեք 8-րդ հարցը։ Նրան ասաց. Մովսեսը ձեր խստության պատճառով ձեզ թույլ տվեց ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես չի եղել։ Սկզբում երբ Ադամի եւ Եվայի ժամանակ սկզբում, երբ որ Աստված այս ամեն ինչը ստեղծեց, հիմնեց, բաժանման հարց ընդհանրապես չկար։ Երբ որ մեղքը մտավ, երբ որ խնդիրը առաջ եկավ, Աստված Մովսեսի միջոցով, գիտեք ինչ անում, ողորմություն է ցույց տալիս կանանց նկատմամբ։ Հեսա կասեմ ինչ նկատի ունեմ։ Մովսեսը ձեր խստության պատճառով ձեզ թույլ տվեց ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես չի եղել։ Բայց ասում եմ ձեզ, ով իր կնոջը արձակի ոչ պոռնկության պատճառով եւ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի, շնություն է անում նաեւ նա, ով արձակվածի հետ է ամուսնանում։ Հիմա հետաքրքիր է։
ուշադրություն դարձեք 10-րդ համարը այս ամեն ինչից հետո աշակերտների արձագանքին, որտեվ իրանք այնց շրջանակում են ապրում, որ իրանք սովորացնում են, որ բաժանումը խնդիր չի, կարևորը մի հատ արձակման թուղթ գրի ու վերջ։ 10-րդ համարը կարդացեք։ Աշակերտները ասացին նրան. Եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ավելի լավ է չամուսնանալ։ Ուշադրություն դարձնում եք, իրանց հասկացողությունը, որ այն աստիճան էր բաժանումը դարձել սովորական մի բան, որ աշակերտները, երբ որ Հիսուսից ճշմարտությունը լսեցին, ասում ավելի լավ է չամուսնանանք, եթե այսքան խիստ ես խոսում, այսքան խիստ ես ասում։ Ինչ խնդիր կար։ Այն ժամանակ ընդհանրապես երկու դպրոց կար, ռաբիական, Շամայի դպրոցն էր և Հիլելի դպրոցն էր։ Շամայի դպրոցը ավելի կոնսերվատիվ էր, որ ասում էր, որ միայն սեռական, այսինքն մեղքին վերաբերվող հարցերում միայն իրավունք ունեին բաժանվելու, իսկ Հիլելի դպրոցը ավելի լիբերալ մոտեցում ունեին։ Եվ օրինակի համար կարող էին շատ հանգիստ ասեն կարող ես բաժանվել, եթե օրինակի համար կինը ճաշը պատրաստելուց վառեց ճաշը, Էդի առիթա կարաս բաժանման թուղթը գրես, տաս ու խնդիր չունես։ Նույնիսկ այն աստիճան էր հասնում, ասում էր, եթե նույնիսկ այլ գեղեցիկ կին տեսավ, կարար հանգիստ բաժանվեր ամուսնանար այդ մի կնոջ հետ։ Ինչումն էր խնդիրը։ Երկրորդ օրինաց 24 գլխում առաջի համարում մի հատված կա, որոնք որ այս երկու դպրոցները տարբեր կերպով էին մեկնաբանում։ Եկեք բացենք երկրորդ օրինաց 24 առաջի համարը։ Եթե մեկը կին առնի, Եվ նրա ամուսինը դառնա, եւ եթե պատահի, որ ինչ որ անարգական բան նկատի նրա վրա, եւ կինը նրա աչքին հաճելի չլինի, ապա արձակման թուղթ թող գրի նրա համար, նրա ձեռքը տա եւ նրան արձակի իր տնից։ Երկրորդ օրինաց 24:1։ Հիմա տեսեք, ստեղ մի հատ տերմին կա, որ ասում է անարգական բան նկատի նրա վրա։ Որը որ մեկնաբանվում էր տարբեր կերպերով, որոշները մեկնաբանում էին այդ անարգական բանը, որպես փչացրած, կոնկրետ ասած, ուտելիք, մեկ ուրիշները ավելի են խորանում։ Այս տերմինը նաև հանդիպում ենք եւս մեկ հատվածում, երբ որ կարդում ասում է քաղաքից դուրս ես գնում, հետդ մի բահել պահի, երբ որ կարիքներդ հոգաս, այդ փակի այդ անարգանքը, այսինքն այդ զզվելի կամ այդ կեղտը փագի եւ նույն տերմինն է նաեւ այստեղ օգտագործում։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք այս տերմինին, սա նշանակում է անարգանք, այսինքն կինը անարգալից վերաբերմունք է ցույց տվել իր ամուսնու նկատմամբ եւ այդ անարգանքը բոլորի առաջ երևացել է։ Այսինքն կինը պիղծ վերաբերմունք է ունեցել իր ամուսնու նկատմամբ, միայն այդ ժամանակ, ասում է, կարող եք արձակման թուղթ տալ եւ արձակել։ Այդ անարգանքը կարող լիներ օրինակի համար մազերը թափված վիճակում դուրս գար եւ քայլել, այն ժամանակ շատ հստակ օրենք կար, որ կինը մազերը թափված չպիտի քայլեր, եւ նման շատ հարցեր կար, որ եթե բոլորի առաջ կինը ամուսնուն նվաստացնում էր, ամուսինը իրավունք ուներ բաժանում տալու կամ բաժանման գնալու։ Ինչ վերաբերվում է Պոռնկությանը, շատ հստակ գիտենք օրենքի մեջ, որ եթե շնության մեջ որևիցե կնոջ կամ տղամարդու բռնեին, ինչ պետք է անեին, քարկոծեին, այսինքն քարկոծելուց զատ, եթե որևիցե լուրջ խնդիր է, այսինքն շնությունից զատ, լուրջ ինչ որ մի խնդիր էր առաջ գալիս, միայն այդ ժամանակ էր Մովսեսը իրավունք տալիս բաժանվելու։ Բայց քանի որ նորից այս պրակտիկան սկսեց այլ ուղղությամբ գնալ, մենք պետք է հասկանանք, որ երբ որ Աստված սա տալիս է պաշտպանելու կնոջը։ Ինչու՞։ Այն ժամանակ կինը առանց տղամարդու ինքը իրան ընդհանրապես չէր կարող պահել։ Այսինքն, մինչև ամուսնանալը ինքը հոր տանն էր ապրում, հայրն էր հոգ տանում իր աղջկա համար, ամուսնությունից հետո կնոջ համար հոգ էր տանում նաև այս դեպքում արդեն ամուսինը։ 5 տականում եւս մեկ հետաքրքիր եզևի մի արտահայտություն կա, ասում է, որ եթե ամուսինը չի կարողանում ապահովել կնոջը, սննդով այն մինիմալ կարիքներով իրավունք ուներ բաժանվելու նորից եւ հայրը իրավունք ուներ գնար ու իր աղջկան հետ վերցներ եւ այս ամուսնությունը նորից համարվում էր բաժանվում կամ համարվում էր արդեն խզված այս ուխտը։
Հիմա այս դեպքում նորից մենք տեսնում ենք Աստծո ողորմությունը կնոջ նկատմամբ, որպեսզի կինը այս իրավիճակում հնարավորություն ունենա նորից ինչ անելու, ամուսնանալու կամ գոնե հետ վերադառնալու իր հոր տուն։ Որովհետև այլ դեպքում ուղղակի կանայք ինչ կլինեին, կմահանային։ Նրանք ովքեր որ կբաժանվեին, նրանց ում որ կհեռացնեին, ուղղակի պետք է գնային սովամահության, ուրիշ բան չկար, ուրիշ հնարավորություն չկար, բայց ուշադրություն դարձեք, ստեղ նորից այս բաժանման թուղթը երբ որ տալիս էին, նպատակը արդարացնելն էր բաժանումը, չէ, ուղղակի կանոնակարգեր, որպեսզի հնարավորություն ունենային այս կանայք նորից ապրելու, նորից գոյատևելու, այսինքն կյանքի հարց էր այստեղ։ Եվ այս բաժանման թուղթը արդարացում չէր բաժանման, արդարացում չէր, քաջալերանք չէր բաժանման, որ հանգիստ կարող ենք բաժանվել։ Ուրեմն առաջինը փարիսեցիները սխալ ձևով էին մեկնաբանում եւ սխալ կերպով էին սովորեցնում։ Հիսուս որպես Մեսիա ինչ եղավ, եկավ որպեսի ճշմարտությունը բացահայտի, ճշմարտությունը ցույց տա։ Դրանից հետո Հիսուս սկսում է բացահայտել կամ ներկայացնել այն ուսմունքը, որը որ ճիշտ էր։ 32 համարը։ Բայց ես ասում եմ ձեզ, ով իր կնոջը առանց պոռնկության պատճառի արձակում է, մեղք է գործում կամ շնություն է անում։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Հիսուս մեկնաբանում է եւ շտկում է այն սխալը, որը որ կար փարիսեցիների մոտ։ Եթե նույնիսկ վերցնենք 5 տականը Մաղաքիա գիրքը, առաջ Աստված այս Մատթեոսը որ վերջացնենք, Մաղաքիայի գրքի սերտողությունը պետք է անենք։ Մաղաքիա գրքում 2-րդ գլուխ 15 ու 16 համարներում տեսնում ենք նորից իրավիճակ։ Իսրայելը ընկած է պղծության մեջ, մեղքնատիրում, մոռացել են օրենքը, մոռացել են ընդհանրապես Աստված ինչ արեց իրենց համար, եւ նորից սկսել են ազատ կերպով բաժանվել ու բաժանվելուց ոչ միայն հրյա են հրյաների հետ են ամուսնանում, այլ նաեւ հեթանոս կանանց են իրենց մոտ բերում։ 2-րդ գլուխ 15-16 համարը կարդանք։ Միթե Աստված նրանց մեկ չարեց մարմնով եւ հոգով, նրանն են։ Եվ ինչու է Աստվածավախ սերնդի համար։ Ուրեմն զգուշացեք ձեր հոգիների համար եւ երիտասարդությանդ կնոջ նկատմամբ անհավատարիմ մի եղիր, որովհետեւ ես ատում եմ ինչը ապահարզանը։ Ես ատում եմ ապահարզանը, ասում է Տերը Իսրայելի Աստվածը։ Բռնությամբ հանդերձը ծածկելը, ասում է Զորքերի Տերը, ուրեմն զգուշացեք ձեր հոգիների համար եւ անհավատարիմ մի եղեք։ Երբ որ մենք կարդում ենք, տեսնում ենք Աստծո սիրտը, որ Աստված կողմ չէ եւ զզվելի է Աստծո համար բաժանումը ցանկացած տեսակի է։ Դրա համար մեկ-մեկ երիտասարդներին ես ասում եմ՝ մի ձգտեք արագ ընկերություն սկսելու ինչ որ մեկի հետ։ Ինչի որտեղ նույնիսկ ընկերության շրջանակում բաժանումը այն ցավ է պատճառում դիմացինին։ Կապ չունի, ասենք ու այն մոտեցումը, որ մենք պետքա ցուցաբերենք, մենք պետքա շատ զգուշ վերաբերվենք։ Ամուսնական ուխտը խաղ ու պար չի։ Ամուսնանալը, ընտանիք կազմելը խաղ ու պար չի։ Եվ Աստծո համար շատ հստակ է, որ այն ինչ որ սկզբունքները դրեց, այդ ամեն ինչը մնացել է նույնը, որևիցե բան չի փոխվել։ Մատթեոսի ավետարանում, երբ որ Մարիամի իրավիճակն ենք տեսնում ենք, որ նույն Հովանեսը փորձում է ողորմած գտնվի իր կնոջ նկատմամբ։ Հիշում եք, երբ որ նշանված էին, լուր հասավ, որ Մարիամը ինչ է, հղի է, չգիտեր իրավիճակը, օրենքով Հովսեփը ինչ կարող էր անել, քարկոծել, որտեվ եթե շնություն է եղել, պետք է քարկոծվեր, բայց ինչ որոշեց անել, թակուն կերպով, ծածուկ կերպով արձակի եւ արձակման թուղթեր տալու, որպեսզի հնարավորություն տար, այսինքն սա հնարավորություն էր ստեղծում այդ ծայրահեղությանը չգնալ, այլ ողորմած գտնվել այս հարցի նկատմամբ։ Ինչի որտեվ ըստ Ղևտացիների պետքա քարկոծվեր, պետքա սպանվեր։ Բայց Հիսուս էլ հաստատում այն ինչ որ Մաղաքիա մարգարեությունում կարդացինք։ Այն ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Երբ խոսում ենք պոռնկությունից, նույնիսկ պետք է հասկանանք, որ սա միանշանակ հրահանգ չէր բաժանման։ Այո, Հիսուս Քրիստոս կարծես թույլ է տալի, ասում է, որ եթե պոռնկության հարց չկա,
Բոլոր բաժանման դրանից զատ բաժանման դեպքերում ուրեմն մեղք ես գործում, բայց եթե պոռնկություն կա, այս դեպքում ասում է, ոնց որ ասած ընդունելի է եւ դրանից հետո հնարավոր է նորից ամուսնություն, բայց եթե մենք խոսում ենք պոռնկությունից կամ դավաճանությունից, պետք է նորից նայենք այն օրինակին, ինչ որ Հիսուս Քրիստոս ինքն է տալիս։ Եկեղեցին ներկայանում է որպես ինչ։ Հարց, չէ՞։ Մենք Քրիստոսի հարցն ենք, Քրիստոսն էլ մեր փեսան է։ Մենք միշտ հավատարիմ ենք գտնվում Քրիստոսին։ Չէ։ Մենք շատ դեպքերում դավաճանում ենք, շատ դեպքերում սխալ ենք վարվում ու ինչ է անում։ Հիսուս բաժանվում է։ Հիսուս ասում է գնացեք ձեր ճանապարհով, չէ, ողորմած է գտնվում։ Նույնիսկ այս դեպքում մեր նկատմամբ ողորմած է գտնվում։ Ներում է, սրբում է, մաքրում է, որպեսզի իր առաջ սուրբ ու անարատ կանգնենք։ Խոսքով մաքրում է մեզ, աշխատում է մեր սրտերի հետ, մեզ հետ, որպեսզի մենք իր առաջ մաքուր ու անարատ կանգնենք։ Սա է Տիրոջ ցանկությունը եւ այո, ընտանիքի մեջ նաեւ սա պետքա լինի։ Տեսեք, ես հիմա չեմ ասում, որ գիտեք ինչ կա, ամեն իրավիճակներում ներեք, ոչ մի բանին ուշադրություն մի դարձեք։ Սրա մասին չի խոսքը գնում։ Դուք ունեք ձեր հարաբերությունն Աստծո առաջ, բայց ես ուզում եմ որ ասեմ, որ այն ամեն ինչ որ Հիսուսն ասում էր, սա նորից պատճառ չէր, եթե օրինակի համար շնություն է եղել կամ դավաճանություն է եղել, պարտադիր որպես պայման է պարտադիր բաժանվելը։ Չէ կարա ներում էլ լինի, կարա հաշտեցում էլ լինի, եթե կա իրական ապաշխարություն, եթե կա իրական դարձ։ Նորից եմ կրկնում, ես չեմ քաջարերում մեղքը, ես չեմ ասում, որ այս ձև պետքա լինի, չէ։ Բնավ ոչ, շնությունը որևիցե կերպով Աստծո առաջ ընդունելի չի։ Բայց այնուամենայնիվ ըստ այս հատվածի նորից պոռնկությունը պարտադիր պայման չէ բաժանման։ Առաջի Կորինթացիում Պողոս առաքյալը տալիս է նաև մեկ այլ իրավիճակ բաժանման։ Այսինքն, եթե Հիսուս մենակ ներկայացրեց պոռնկության հարցը որպես օրինավոր բաժանման, Պողոս առաքյալը մեկ այլ նաև իրավիճակ է ներկայացնում։ Առաջի Կորինթացիս 7-րդ գլուխ 12 ու 16 համարներն եմ ուզում կարդանք։ Բայց մյուսներին ես եմ ասում, ոչ թե Տերը, հիմա տեսեք, երբ որ այս հատվածն է, սա չի նշանակում, մինչև այդ ասվածը սուրբ գրային էր, հիմա սուրբ գրային չի, չէ։ Ուղղակի ասում է, բաներ կա, Հիսուսն է ասել, ես մեջ բերում եմ, հիմա բաներ էլ կա, որ ես եմ ասում, այն ինչ որ Պողոս առաքյալն է ասում, նորից սուրբ գիրքը ճշմարտություն է 100%-անոց։ Եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, հիմա ուշադրություն դարձեք, պատկերացեք իրավիճակ, երկուսն էլ անհավատ էին, մեկը դարձի է գալի, կամ տղամարդը, կամ կինը, ես ստացվում եմ մեկը հավատացյալ է, մեկը անհավատ է։ Եվ նա հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի, ուշադրություն դարձնում եք, նորից նույն բանն է, ապահարզան չլինի, եթե դիմացինը ուզում է շարունակում է ցանկություն ունի ապրելու միասին, Աստծո ցանկությունն ինչ է, միասին ապրել։ Եվ որևէ կին, որ անհավատ ամուսին ունի, հակառակն է հիմա ներկայացնում։ Եվ հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողի, որովհետև անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում։ Այսինքն ոչ թե փրկվելու, այլ հնարավորություն է լինելու կինը ավետարանը փոխանցի, ճշմարտությունը փոխանցի եւ նման ձևով ինչ անի, լսի, գուցե ապաշխարի, գուցե դարձի գա, կամ նույնն էլ հակառակը։ Անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում, այնպես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։ Իսկ եթե անհավատը, հիմա ուշադրություն դարձրեք, բաժանվում է, թող բաժանվի նման բաներում, որևէ եղբայր կամ քույր ստրկացված չէ։ Այսինքն տեսեք, երբ որ հավատացյալի կողմից չի բաժանումը, այլ անհավատի կողմից է դրթվում դեպի բաժանման, ասում է ստրուկը չեն, ճիշտ է, ստեղ Աստված թույլ է տալիս, հնարավորություն է տալիս ինչի, բաժանվելու։ Իսկ եթե անհավատ եղբայրը կամ Աստված մեզ խաղաղությամբ ապրելու է կանչել, ինչ գիտես կին, գուցե քո ամուսնուն փրկես, կամ ինչ գիտես ամուսին, գուցե քո կնոջը փրկես։ Հիմա ուշադրություն դարձեք, այս ամեն ինչի մեջ Պողոս առաքյալը նորից շեշտադրում է, բաժանման ցանկությունը չպիտի բխի ումից, հավատացյալից, հոգևորը չպիտի ձգտի դրան, որտեղ ինքը հասկանում է, որ ապահարձանը Աստծուն զզվելի է, հաճելի չի։ Այդ դեպքում
Եվս մեկ հարց է գալիս. ինչ է տեղի ունենում, երբ որ ապահարզան է լինում կամ բաժանում է լինում։ Երրորդ համարը որոշ առումով Քրիստոս ներկայացնում է հետևանքը բաժանման 32-ի երկրորդ հատվածը տեսնենք։ Իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։ Հիմա հարց է առաջանում ինչու եւ ոնց տարբերենք, որ դեպքում բաժանված կինը կամ ամուսինը կարա նորից ամուսնանա եւ այս դեպքում շնություն չի համարվի եւ որ դեպքում չպետք է ամուսնանա, որովհետեւ շնությունը համարվելու։ Հիմա տեսեք, նման իրավիճակներում կարող ենք առանձնացնել երկու դեպքեր։ Մի դեպքում երկուսը հավատացյալ են կամ հրյաների համար երկուսը հրյա են, մեկ այլ դեպքում ունենք հավատացյալ եւ անհավատ կամ հրյա եւ հեթանոս։ Ինչի եմ ասում հեթանոս, որտեվ 5 կտականը որ կարդակ, մի իրավիճակ է ստեղծում, երբ որ Աստված ինքն է ասում, որ պետքա բաժանվեք ձեր հեթանոս կանանցից։ Գիտեք ինչի? Որտեվ խնդիրը դրված էր ազգի կործանումը։ Կամ ազգը պետքա կործանվեր, կամ պետքա բաժանվեն։ Եվ այս երկու վատ բանից պետքա ընտրեն քիչ վատը, որը որ բաժանումն էր։ Սա առանձնահատուկ իրավիճակ էր, երբ որ Աստված 5 տականում պատվեր է տալիս ու ասում է, որ քահանաները պետքա ասեն, որ տղամարդիկ իրանց հեթանոս կանանցից պետքա բաժանվեն։ Ինչի, որտեվ ազգը կործանվելու էր հակառակ դեպքում։ Հիմա ստեղ այդ նույն 7-րդ գլխում մինչև գալը անհավատ ու հավատացյալ խոսելուց Պողոս առաքյալը խոսում է իրավիճակի մասին, երբ որ երկուսն էլ հավատացյալ են։ 7-րդ գլուխ 10-11 համարը, մի փոքր վերև կարդանք։ Բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի, իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնու մնա կամ իր ամուսնու հետ հաշտվի, ամուսինն էլ կնոջը չթողե։ Հիմա տեսեք, երկու հավատացյալ ինչ պատճառներով ինչ արեցին, բաժանվեցին, իրար հետ չեն ապրում։ Պողոս առաքյալն ինչ է ասում, եթե բաժանվեցին, թող չամուսնանան։ Ինչու? Որովհետև մեղք կա, պետքա ապաշխարեն, պետքա դարձի գան ու ինչ անեն, միանան, որովհետև Աստծո առաջ նույնիսկ իրանց տրամաբանությամբ իրանք բաժանվել են, իրանք դեռ ամուսիններ են։ Ու եթե որպես ամուսիններ լինելով գնում է մեկը մեկ ուրիշի հետ է սկսում ապրել, դա Աստծո առաջ ինչ է համարվելու, շնություն, որովհետև իրանք իրար հետ են։ Եվ եթե երկուսն էլ հավատացյալ են, այդ դեպքում աշխատում է այն ինչ որ Հիսուս Քրիստոսն է տվել, մեղք կա, սկսում ենք խոսել 2 հոգով, 3 հոգով, որպեսզի հասկանանք ինչն է հարցը, օգնենք, որպեսզի ընտանիքը նորից ինչ լինի, միանա։ Երկուսին, երեքին չեն լսում, եկեղեցու առաջ է գալիս։ Եթե եկեղեցու առաջ էլ չի ընդունում մեկը, ասում է չէ, ես պետքա բաժանվեմ, ինչ է ասում խոսքը, թող այդ մարդը ձեզ համար ով լինի, հեթանոսի պես լինի։ Եվ եթե հեթանոսը ու ցանկություն ունի բաժանվելու, հավատացյալ կողմը ինչ է, ազատ է այս դեպքում բաժանվելու։ Բայց եթե այս process-ով, այս ամեն ինչով անցնում ենք եւ տեսնում ենք, որ երկու կողմերից մեկը հավատացյալ չի, իսկ եթե երկու կողմերն էլ հավատացյալ են, ուրեմն պիտի չամուսնանան, պիտի աղոթեն մինչև որ պահ գա, երկուսն էլ ապաշխարեն, երկուսն էլ դարձի գան եւ ինչ անեն, միավորվեն։ Հիմա կա նաեւ դեպքեր, որոնք որ առանձնահատուկ են, յուրահատուկ են։ Այս դեպքերի մասին միանշանակ հստակ դոգմատիկ ես ինչ որ բան չեմ կարող ասել։ Օրինակ կարան լինեն իրավիճակներ, որ օրինակի համար անհավատ ամուսին է, բայց չի ուզում բաժանվի։ Բայց հարբեցող է, թմրամոլ է, ծեծում է կնոջը, ծեծում է երեխաներին, այսինքն կյանքին վտանգ կա, այս դեպքում ինչպես վարվի։ Հասկանում եք։ Միանշանակ մենք նորից տեսնում ենք երկու չարերից, երկու վատից ընտրում ենք լավագույնը։ Մեկը այն պաշտպանել քո երեխային, կյանքի իրավունքը, եւ երկրորդը չբաժանվելու իրավունքը։ Երկու սկզբունքից ընտրում ենք կյանքը, որ ինչ այդ նման դեպքերում նորմալ է, որ առանձնանում են, նորմալ է, որ բաժանում են, մինչև որ հասկանանք ինչ է իրավիճակը, այսինքն երբ որ կյանքին վտանգ կա, երբ որ լուրջ խնդիր կա։ Հիմա այլ հարցեր, կարող է այլ հարցեր լինեն։ Ինչ անել, եթե ամուսինը հոգ չի տանում ընտանիքին։
չի կերակրում կամ ուրիշ ինչ-որ հարցերում այլ խնդիրներ կա։ Սա ավելի մանրակրկիտ քննման, աղոթքի ուսումնասիրության կարիք ունի։ Որտեվ միանշանակ չեն կարող ասել այո բաժանվեք, որտեվ տեսնում ենք, որ Աստծո խոսքն ասում է, որ բաժանումը ցանկալի չի։ Ինչ վերաբերվում է նաև քրկնակի ամուսնությանը, դրա համար իրավիճակներ կա, որ մենք ուղղակի պետքա աղոթքով, ծոմով անդրադառնանք ամեն մի մանրուքը, ամեն մի դետալը, որպեսզի կարողանանք աստվածահաճո կերպով ճիշտ ուղղություն, ճիշտ սկզբունքներով առաջնորդենք։ Բայց շատ հստակ ունենք մի քանի սկզբունքներ, որ ուզում եմ եւս մեկ անգամ կրկնեմ։ Աստծո համար ապահարզանը բաժանումը ինչ է, զզվելի է, անընդունելի է։ Այն ինչ որ Տեր Աստված տվեց այդ ապահարզանի թուղթ հասկացողությունը, տրվեց, քանի որ մեղքը մտած էր աշխարհ եւ Աստված ողորմած է գտնվում որոշ կանանց նկատմամբ, որոնք որ մահվան առաջ էին կանգնած։ Երկրորդը, ինչ վերաբերվում է հավատացյալներին, եթե երկու կողմն էլ հավատացյալ են, միանշանակ, եթե նույնիսկ իրար հետ չեն ապրում, չպիտի ամուսնանան, ինչի, որտեվ երկուսն էլ պետքա դարձի գան, երկուսն էլ պետքա ապաշխարեն եւ երկուսն էլ պետքա միավորվեն, միանան։ Եթե հարցը վերաբերվում է հավատացյալ եւ անհավատ, բաժանումը նորից չպիտի բխի հավատացյալի կողմից, այլ եթե անհավատը ցանկանում է ու ամեն կերպով ուզում է բաժանում, հավատացյալ կողմը ազատ է եւ իրավունք ունի նորից ինչ անելու, ամուսնանալու։ Դրա համար այս հարցում ես ուզում եմ, որ մենք հստակ հասկացողություն ունենանք ու մեր համար ընտանիքը շատ ամուր լինի։ Մեր համար ընտանեկան հարաբերությունը շատ կարևոր լինեն։ Ինչի, որովհետև ընտանիք հասկացողությունը Աստված հիմնեց իր փառքի համար, հիմնեց, որպեսզի ընտանիքի մեջի փոխհարաբերությունը ցույց տա որոշ առումով երրորդության մեջ փոխհարաբերությանը, եւ այն տերմինաբանությունը, որ մենք օգտագործում ենք, սա նույնպես վերծված է ընտանիք հասկացողությունից։ Դրա համար սիրելիներ, այսօր աշխարհը հարվածում է առաջնային ընտանիքին, ընտանիք հասկացողությանը, կտեսնեք համասեռամոլությունը, կտեսնեք շովինիզմը, կտեսնեք այդ ֆեմինիզմը, այս ամեն ինչը նպատակային հարվածում է ընտանիք հասկացողությանը։ Մեր կողմից որպես հավատացյալներ պետք է աղոթք անենք եւ ճշմարտությունը փոխանցենք։ Այո, սովորեցրեք ձեր երեխաներին, սովորեցրեք ձեր հարազատներին, ովքեր որ պատրաստվում են ամուսնության քայլը անելու, գիտակցեն, որ սա մինչև կյանքի վերջ ճանապարհ է։ Հետաքրքիր է, որ Աստված նաև բնության մեջ է մեզ նման օրինակներ տվել։ Օրինակի համար հարագիլները, որոնք որ զույգ են կապում, մինչև կյանքի վերջ իրար հետ են լինում։ Ու բնության մեջ շատ նման օրինակներ կա, երբ որ կարծես կենդանիները ավելի հավատարիմ են մնում, քան թե մարդիկ։ Ու այս վիճակագրությունը, անկեղծ եմ ասում, շատ ցավալի է, ու այս աճը, ինչ որ մենք ունենք Հայաստանում, կամած գալու է, հասնելու է նաև այլ ավելի բարձր տոկոսների։ Սա իրականությունն է, որի հետ մենք բախվում ենք։ Բայց մենք պարտավորություն ունենք մեր երեխաների, մեր շրջապատում, նաև մեր ընտանիքներում պահելու այն, ինչ որ սահմանեց Տեր Հիսուս Քրիստոս, ինչ որ սահմանեց Աստված։ Ընտանիքը կարևոր է, կարևոր վարդապետություն է ամուր պահելը ու Քրիստոսի մեջ լինելը։ Մնացած ցանկացած բաները սատանայից են եւ Աստծուց չեն։ Ուստի իմ աղոթքն է, որ մենք որպես եկեղեցի լավագույն օրինակ լինենք ամուր ընտանիքներով, որտեվ եթե եղավ ամուր ընտանիքներ, նաև կլինի ամուր ու հավատարիմ եկեղեցի։ Թող Տերը օրհնի բոլորիդ, աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս այն բաների համար, որ դու տվել ես, Տեր։ Դու ստեղծեցիր ընտանիքը, դու հիմնեցիր ընտանիք հասկացողությունը, Տեր, եւ դու էլ տվեցիր այն օրինակը, որով որ պետք է առաջնորդվենք, Տեր։ Աղոթում եմ օգնես, որ մեր ընտանիքները ամուր լինեն, Տեր, որ մեր ընտանիքների կենտրոնում դու լինես, Տեր Հիսուս, որ այո, մենք որպես ամուսիններ սիրենք մեր կանանց, այնպես ինչպես որ դու սիրեցիր Հիսուս եկեղեցին։ Եվ նույնպես էլ կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես որ կհնազանդվեին Աստծուն։ Ուստի ով Տեր Աստված օգնի, որ մենք որպես քո զավակներ կարողանանք քո խոսքին համեմատ քայլենք, Տեր,
Վարվենք այնպես, ինչպես որ դու ես սովորացնում, այլ ոչ թե այնպես, ինչպես որ աշխարհն է սովորեցնում։ Մեզ համար առաջնայինը եւ հիմնարարը քո խոսքը լինի Տեր Աստված, այլ ոչ թե շարժումները, ոչ թե նույնիսկ ծուր խոսքը Տեր։ Կարիքդ ունենք ով Տեր Աստված, որ այո Հայաստանում այցելություն անես Տեր, որովհետեւ տեսնում ենք, որ ընտանիքներն բաժանվում են Տեր։ Առանց հասկանալու մարդիկ ընտանիք են կազմում եւ նման ձեով էլ շատ հանգիստ բաժանվում են Տեր։ Մենք էլ մեր կյանքում գուցե նման իրավիճակներով անցել ենք եւ այո ցավեր ունենք մեր սրտում, բաժանումներ ունենք մեր սրտում Տեր։ Դու բժշկիր քո խոսքովդ եւ օգնի, որ Տեր Աստված կարողանանք աղ եւ լույս լինենք մեր շրջապատում Տեր։ Որպես անհատ, որպես ընտանիք Տեր։ Օգնի, որ խոսքիդ համեմատ քայլենք եւ այո խոնարհվենք։ Խոնարհվենք քո առաջ, խոնարհվենք մեր սկզբունքներից, խոնարհվենք մեր հպարտությունից Տեր։ Եվ ընդունենք քո խոսքը։ Օգնի, որ մեր եկեղեցում բոլոր ընտանիքները Տեր քո խոսքի համեմատ ամուր լինեն։ Որ նույնիսկ չմտածենք բաժանման մասին։ Իսկ եթե նման խնդիրներ կա, նման մեղքեր կա Տեր, դու հանդիմանիր եւ դու օգնի, որպեսզի հաշտություն լինի Տեր։ Որպեսզի քո անունը փառավորվի եւ դու մեծարվես։ Որպեսզի այս մեղավոր աշխարհում Տեր Աստված լավագույն օրինակը, որ առել ենք քեզանից, կարողանանք նաև մենք էլ փոխանցել։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Եթե կլինեն այս հարցերի վերաբերյալ, չգիտեմ, ավելի մանրամասն կցանկանաք խոսենք, կամ գուցե ինչ-որ դժվարին իրավիճակներ ունեք ընտանիքում, եկեք միասին նստենք խոսենք, եկեք միասին աղոթենք, տեսնենք, թե ինչպես կարող ենք տեսնել Աստծո խոսքի համեմատ, թե որն է ճիշտ եւ որն է Աստվածահաճո։ Սիրելիներ, գիտեք, որ մեր սովորության համաձայն ամսվա առաջի կիրակին միասին հիշում ենք Տիրոջ վերջին ընթրիքը։ Ու Աստծո խոսքից միասին պետք է ընթերցեմ Առաջի Կորինթացիս 11-րդ գլուխ 23 համարից։ Ես Տիրոջից եմ ստացել այն, ինչ ձեզ եմ ավանդել։ Տեր Հիսուսն այն գիշերը, երբ մատնվեց, հացը վերցրեց եւ գոհություն հայտնելուց հետո կտրեց ու ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է, այս արեք իմ հիշատակի համար։ Վերջին ընթրիքը կամ Սուրբ Սեղանին մոտենալը հաստատված է ոչ թե եկեղեցու կողմից, այլ հաստատված է Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Իր մատնվելու գիշերն ասում է, հացը վերցրեց, բեկանեց եւ տվեց, ասեց, որ հացը խորհրդանիշն է իր մարմնի, որ պետքա չարչարվեր, պետքա խոցվեր, եւ արյունը խորհրդանիշն էր իր արյան, որ մեր մեղքերի համար պետքա թափվեր։ 26 համարը. Քանի անգամ որ հացը ուտենք եւ այս բաժակը խմենք, Տիրոջ մահն ենք պատմում, մինչեւ որ նա գա։ Այսինքն սա մեզ համար քաջալերանք պետքա լինի, որպեսզի ել ավելի հաստատվենք խոսքի մեջ եւ գնանք ու պատմենք Աստծո խոսքը, պատմենք Քրիստոսի մասին, մինչեւ նրա երկրորդ գալուստը։ Հաղորդության սեղանը կամ վերջին ընթրիքը հիշեցնում է մեզ մեր պարտավորության մասին Աստծո առաջ, որ մենք պետքա գնանք ու մարդկանց պատմենք սրա մասին։ Արդ մարդը թող քնի ինքն իրեն ու հետո այս հացից ուտի եւ այս բաժակից խմի, որտեվ անարժանորեն ուտողը եւ խմողը ինքն իր դատապարտությունն է ուտում ու խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ Այսինքն վերջին ընթրիքի սեղանին հացին ու գինուն պետքա մոտենան նա, ով ապաշխարել է, դարձի եկե, վերստին ծնված է, այսինքն հասկանում է հացի խորհուրդը, հասկանում է գինու խորհուրդը, երկրորդը մկրտությամբ վկայել է իր ով լինելը, այսինքն մկրտվել է, մկրտությամբ ասել է, որ իր կյանքը պատկանում է Տիրոջը, նա այլևս նոր արարված է։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր որ դեռևս վերստին ծնունդ չունեն, աղոթք արեք, խնդրեք, որպեսզի Տերը ձեզ ների, խնդրեք, որպեսզի Քրիստոս ձեզ կյանք տա, ներում շնորհի։ Իսկ եթե Տիրոջն եք, եթե Տիրոջ զավակ եք, մեղք ունեք կամ այլ ինչ-որ հարցեր ունեք, սա հաղորդության հետ կապ չունի, բայց այնուամենայնիվ աղոթեք, որպեսզի Տերը ների,
Աղոթեք, որպեսզի Տերը սրբի, որտեվ մեղքը տեղ չունի մեր կյանքում։ Ամեն մեկս էլ Աստծո առաջ գալով պետք է աղոթենք ու խնդրենք, որպեսզի Տերը մեզ ներում շնորհի։ Ամեն մեկս հիմա մեր նստած տեղում եկեք աղոթքին ժամանակ տանք, մինչ մեր եղբայրները կբեկանեն հացը, երբ որ կմոտենան եղբայրները, նրանք ովքեր որ հացն ու գինին պետք է ընդունեն, ոտքի կկանգնեք, կվերցնեք հացը, կվերցնեք գինին, հետո կսպասենք, որպեսզի միասին ընդունենք։ Բայց հիմա ամեն մեկը ձեր նստած տեղում ուղղակի աղոթքին ժամանակ տրամադրենք։ Եվս մեկ անգամ մտածենք, մտորենք մեր կյանքի, մեր վարքի մասին եւ այո, թե ինչ արեց Հիսուս մեր մեղքերի համար։ Տեր Հիսուս, փառք ենք քեզ տալիս, որովհետև միմիայն դու ես արժանի ամեն փառքի։ Դու ես, որ եկար ու սուրբ կյանք ապրեցիր եւ մահացար, որպեսզի մենք կյանք ունենանք, Տեր։ Դու թույլ տվեցիր, որպեսզի մեղավոր մարդիկ քո մարմինը կոտրեն եւ քո արյունը թափեն, Տեր։ Եվ այս ամեն ինչը արեցիր սիրուց դրթված, որպեսզի մենք փրկվենք, որպեսզի մենք հնարավորություն ունենանք քո առաջ գալու, Տեր։ Դրա համար շնորհակալ ենք, ով Հայր, շնորհակալ ենք, որ քո որդուն ուղարկեցիր եւ քո որդին մեր մեղքերի համար խաչվեց, մահացավ եւ իր արյունը թափեց։ Եվ հիմա այս հացը ուտելով եւ այս գինին խմելով, Տեր, հիշում ենք քո կատարած գործը խաչի վրա։ Հիշում ենք եւ ուզում ենք ասենք շնորհակալ ենք եւ ուզում ենք ծառայել քեզ հավիտյան, Տեր։ Աղոթում եմ, որ ներես մեր մեղքերը, որտեվ այո տկար ենք, այո շատ դեպքերում սխալ ենք վարվում, Տեր։ Օգնի, որ մեր հայացքը միշտ դեպի քեզ լինի, Տեր։ Ու այս ծառայությունը կամ այս հիշատակի օրը թող որ այո փառաբանության պահ լինի, որ որպես եկեղեցի շնորհակալություն հայտնենք քո մարմնի ու քո արյան համար, որով որ մենք կյանք ունենք, Տեր, որով որ հնարավորություն են գալու քո առաջ եւ մեր աղոթները քեզ հասանելի են, Տեր, որտեվ ոչ միայն խաչվեցիր, ոչ միայն մահացար, այլ նաեւ հիմա էլ երկնքում բարեխոս ես, Տեր, միջնորդ ես մեր ու Հոր Աստծո միջև։ Ուստի ամեն մի փառք ուղղված է դեպի քեզ։ Դու փառավորվիր, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։